Պարոն Հովհաննիսյան, Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ինչպես տեսնում ենք, ամիսներով աշխատանքի չէր գալիս, 3 ընդամենը 1 օրով եկավ, տեղի ունեցավ վեճ, թեև իրանք պնդում են, որ իշխանություններն էին մեղավոր, քանի որ իրենք բերել էին ցեղասպանության վերաբերյալ այդ նախագիծը, իսկ առհասարակ, քանի որ վաղը ապրիլի 24-ն է, մենք հաճախ ենք նկատում, որ Դաշնակցությունը, երբ մոտենում է այդ օրը, ինչ որ շոուների կարիք ունեն, կարող ենք ասել, որ սա հերթականն էր ազգային ժողովի դահլիճում։ Ես կարող եմ վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ, այսինքն մենք նկատեցինք, որ ընդդիմությունը էլի կեղծ օրակարգ է փորձում գեներացնել, առ այն, որ ցեղասպանության քրեականացման մասին են սկսել խոսել, այնինչ Հայաստանի Հանրապետությունում ցեղասպանությունը քրեականացված է, եւ մենք ենք նաեւ մեր իշխանության օրոք ավելի խստացրել այդ ուրեմն դիսպոզիցիան։ Եվ այստեղ հարցը առաջանում, եթե հիմա բերել եք կներեք, էլի դուք այս 10 քանի տարիա կոալիցիոն կառավարման մեջ եք, տես ցեղասպանության մասին մտածող, պայքարող ճանաչման վերաբերյալ եւ դրա ուրացումը ամեն կերպ պատժող ժողովուրդ եք, բերեիք այս նախորդ 20 տարիներին ցեղասպանության ուրացման վերաբերյալ օրենսդրություն բերեիք, այն ինչ որ հիմա եք ուզում բերեիք, ուր էիք, նոր է տեղի ունեցել ցեղասպանությունը, ես ուզում եմ հասկանամ, այսինքն բերեիք։ Եվ հետևաբար սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ սա միջոց է, ուրեմն ցեղասպանության հարցը օգտագործելու որպես քաղաքական դիվիդենդ շահելու, հավաքելու հարց, եւ սա շատ անհաջող փորձ է, որովհետեւ ես կարծում եմ հայ ժողովուրդը շատ լավ ամեն ինչ տեսնում է, եւ երեկվա միջադեպն էլ եկավ դա ապացուցելու այն իմաստով, որ ուրեմն լրատվական հոսքերը սկսեցին ուղեկցել այդ միջադեպին հենց այդ կոնտեքստում, որ ցեղասպանության հարցն էր քննարկվում, մեկ էլ ուրեմն միջադեպ տեղի ունեցավ, այնինչ 3 ազգային ժողովում ընդհանրապես նման հարց չի քննարկվել։ Ընդհանրապես։ Ընդդիմությունից մեկը ինչ որ տեքստ է ասել իր ելույթում մի 20 վայրկյանանոց եւ վերջ, որին ոչ արձագանք է եղել, ոչ հարց է եղել, ոչ պատասխան է եղել, ոչ դրա վերաբերյալ քննարկում է եղել։ Եվ այո, սադրեցին իրավիճակը առաջին հերթին մշտապես ազգային ժողովի շենքում չգտնվող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներից փախած արագավազ դաշնակ Իշխան Սաղաթելյանը էլի մի պահ հայտնվեց ազգային ժողովի դահլիճում, գորգորած ինչ որ արտահայտություններ իրեն թույլ տալիս ազգային ժողովի նախագահին էր խանգարում նիստը վարել եւ այլն, եւ այս նկատողության ընթացքում ազգային ժողովի նախագահի էլի վիրավորական որոշ խուլիգանական պահվածքի արտահայտություններ հնչեցին, ինչին մենք արձագանքել ենք եւ արձագանքելու ենք նման կերպ։ Իհարկե ես եւս մեկ անգամ պետք է ասեմ եւ ներողություն խնդրեմ մեր ժողովրդից, որ ականատես են լինում, որտեղ հիմա մենք էլ ենք մասնակից դառնում այդ միջադեպերին ցավոք սրտի, բայց մարդենք միսու արունից էմոցիոնալ ենք եւ դժվար է նայել, երբ որ դիմացդ կանգնած է մի մարդ, ով իր կյանքն ու ժամանակը ներադրել քո պետության դեմ պայքարելու համար, ու դժվար է էմոցիաները զսպել այդ ժամանակ, մասնավորապես այդ արագավազ դաշնակի դեպքում, որը էլի սադրեց եւ այդ միջադեպի ժամանակ թոզը կորավ ընդհանրապես։ Էսա ողջ իրողությունը եւ ես ցավում եմ, որ նաեւ որոշ այլ լրատվամիջոցներ, որոնք ես մտածում էի, որ դժվար թե Քոշանա Սերժա այս տանդեմի սպասարկող լրատվականներից լինեն, մեկ էլ տեսնեմ իրանք են այս նույն վերնագրերը դնում, ես ցավում եմ նաեւ այս իրողության համար, փոխանակ լրագրությունը մաքրվի, զարգանա, ոնց որ հակառակ process-ն է մեր մոտ տեղի ունենում, շատերը ազատությունը լրագրողական ամենաթողության եւ լկտիության հետ են խառնում, Էսա պրոբլեմը։ Երեք Գեղամ Մանուկյանը շատ վրդովվել էր, ինքը ասում էր, որ ինքը այն մարդկանցից է եղել, որը դեմ արտահայտվել, երբ Գյուլի գալու ժամանակ ցեղասպանության թանգարանից Ծիծեռնակաբերդի լույսերը հանգել են, իսկ մեր ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից Արարատ Լեռան հանելը իր խոսքով վրիպակ եղել, բայց ասում են, որ ինքը պայքարել է այդ ամենի դեմ։ Վրիպակը, հա, ես ասում եմ թյուրիմացաբար, ասում եմ ես հիշեցի, ճիշտ եք ասում, ինքը ասում եմ մենք դեմ էինք, այո, որ Ծիծեռնակաբերդի լույսերն անջատեին, դեմ էինք, բայց ոնց որ թե իրանց կոալիցիոն գործընկերն անջատեց այդ լույսերը։ Այդ ոնց էիք դեմ։ Այսինքն էլի դեմելալով կողմ էիք, ուզում եմ հասկանամ, ոնց էիք դեմ։ Կամ ասում ա դե ազգային հավաքական իրանց խեմ էս ազգայինը միշտ շեշտում էլի, որովհետև իրանք անընդհատ էս գալիս են ազգային, իբր մենք պետականամետ ենք եւ այլն այդ ազգային բառն օգտագործելով, բայց քողարկվում են ըստ էության այդ բառի տակ իրանց ապազգային գործողությունները, ոնց որ Հայաստան դաշինքի անվան տակ քողարկվել են Հայաստանը քանդելու իրանց գործը, որ այդքան էլ ուրեմն լավ չերևա։ Ասում ա թյուրիմացաբար, ուրեմն ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից Արարատ Լեռան նկարը դուրս կներեք ծիծաղալու էլ չի էլի արդեն։ Լացելու է լսել
այդ մարդուց եկա ներողություն էլի ժողովրդական լեզվի սամը, եկա տարիքով մարդ ես, գեղամ մանուկյան, չես ամաչում, գալիս ես հայ ժողովրդի դիմացը կանգնում ես, ասում ես, դե մենք ճշտեցինք եւ պարզվեց, որ թուրիմացաբար էր Արարատի նկարը դուր, էսի չեք խոսում, այդ կարող է թուրիմացաբար Սամվել Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղը լուծարեց, տենց եք դուք ես երկիրը կառավարել, թուրիմացաբար եք դուք ես երկիրը կառավարել, դաշնակները, հանրապետականները թուրիմացաբար են հայտնվել Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին, ինչը ողբերգալի եւ ցավալի հետևանքներ է ունեցել մեզ համար։ Եվ հիմա մենք փորձում ենք այդ հետևանքների դեմ պայքարել եւ ուրեմն խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն բերել այս երկրին։ Եվ սրանք էլի փորձում են այս Օսման դաշնակները, փորձում են էլի խարխլել պետականության հիմքերը, բայց ես վստահ ասում եմ, որ նրանց մոտ դա չի ստացվելու, մենք դա թույլ չենք տալ։ Այսօր դաշնակցական երիտասարդները իրենց ավանդական ջահերով երթն են անելու։ Քրիստինա Վարդանյանը ճեպազրույցների ժամանակ երբ իրեն հարց ուղղվեց, որ տեղեկությունը տարածվել մամուլում, որ ինչ որ անկարգություններ կարծեք թե նախատեսվում են այդ երթի ժամանակ, իրենք սկսելու են Հանրապետության հրապարակից, նա ասաց, որ ոչ մի նման բան չկա եւ դա իշխանություններն են հատուկ տարածում, որպեսզի վախեցնեն եւ մարդիկ չմասնակցեն այդ երթին, որպեսզի քիչ լինեն։ Նախ եկեք արձանագրենք, որ այդ որ ասում են իշխանությունները տարածում են, մենք չենք կարող տարածենք։ Ցավ է դա։ Մեր ժողովուրդը մեզ շատ ասում է սպանեցին, թողեցին այս կեղծ լուրերով, փագեք այս լրատվականը, փագեք այն լրատվականը։ Նախ ես ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ ջան, այդ փագելը մենք չենք փագողը, դուք եք փագողը, եւ շատ հեշտ ձևով։ Օրինակ հերոստացույց որ նայում եք ինչ որ մի ալիք ձեր դուրը չի գալիս, պուլտը վերցնում եք, փոխում եք այդ հերոստալիքը։ Կայքում եթե ինչ որ մի հատ նյութ եք, կայք եք մտել, որը տեսնում եք առերևույթ սուտ է տարածում, ձեր ձեռքն է, այդ հեռախոսն էլ համակարգիչն էլ։ Մտեք այնտեղ, որտեղ որ սուտ չեն տարածում։ Ժամանակակից աշխարհում բավականին բարդ է այս կեղծ տեղեկատվության դեմ պայքարելը։ Ինչ վերաբերվում է այդ դաշնակի կողմից այդ բաներին, որ մենք ինչ որ բաներ ենք տարածում, նախ ես հերքում եմ դաշնակի ուրեմն այս միտքը մենք որևէ բան չենք տարածում, մենք որևէ խժդժություններ մենք ընդհակառակ այս երկրում փորձում ենք հնարավորինս հասարակական կարգը ապահովել եւ մինչեւ հիմա ոնց որ թե ընդդիմության երթերի ժամանակներն լրագրողներ ծեծել, պետական շինությունների վրա հարձակվել, մարդկանց վրա հարձակվել, ովքեր իրենց հետ համամիտ չեն, հետեւաբար ում եկել ինչ են ասում ընդհանրապես։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է եւ ցանկացած ուրեմն միջոցառում, ակցիա, որը օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է եւ ոստիկաններն էլ գնալու են եւ ապահովեն այդ երթի անվտանգությունը հասարակական կարգի պահպանման իմաստով։ Այսքանը, իսկ ինչ վերաբերում է առհասարակ այդ ավանդույթ դարձած միջոցառմանը, չգիտեմ, ես առանձնահատուկ մեկնաբանություններ չունեմ, միայն թե կարող եմ ասել, որ այսքան տարի գնացել են դրոշ են վառել Թուրքիայի եւ ինչ ու որն է դրա արդյունքը, որն է դրա կապիտալիզացիան, որն է ինչա տեղի ունենում դրանից հետո որ վառում ենք հոգուհանգստություն զուտ, օքեյ, բայց մենք հոգուհանգստության համար չենք երկիր ղեկավարում, մենք երկիր ենք ղեկավարում մեր քաղաքացիների հանգստության եւ անվտանգության եւ բարեկեցության համար։ Դրոշներ վառելով ցավոք դա չի ստացվում։ Եթե տենց լիներ, հիմա սենց տոննաներով դրոշներ կվառեինք եւ ամեն դրոշի հետ ավելի լավ կապրեինք, ավելի ուժեղ կլինեինք ամեն մի վառած դրոշի հետ։ Մի հատ ուրիշ երևս դրոշացավը ընդհանրապես։ Հիմա Լեռնային Ղարաբաղի դրոշներն դրել են դեմները նստել են։ Բերեցին Լեռնային Ղարաբաղի դրոշները դրեցին դեմները, Լեռնային Ղարաբաղը լուծարեցին, հիմա դեմները դրած շարունակում են ժպիտով նստած իրանց աշխատավարձերը ստանալ, գործի չգալ եւ ինչ։ Հիմա նույն ջանասիրությամբ էլ վառում են Թուրքիայի դրոշը ու օրերը տաքանում են, գիտենք մեր ընդդիմությունը սեզոնային պայքարող ընդդիմություն է, նաև Տելեգրամյան տարբեր ալիքներում տեսնում ենք, որ ընդդիմադիր որոշ ուժեր նախատեսում են մարզերում, նաև Երևանում ինչ-որ sense ապակայունացնող քաոսային իրավիճակ ստեղծել, իսկ խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Մեկնաբանություն դե ինչն է, էլի, հա, սեզոնային ընդդիմության գործողություններն են, կանխատեսելի են այդ գործողությունները, մարզերում ինչ-որ ակցիաներ եւ այլն, թող գնան փորձը ցուցադրել, որ չունեն այդ քաղաքական ուժերը հայ ժողովրդի աջակցությունը, չունեն նաև մարդ ումով պետքա ներկայանան, ինչ որ մեկ Վազգեն Մանուկյան, հետո Վազգեն Գալստանյան,
էլ ինչ մարդիկ կային, ինչ որ տարբեր կերպարներ ամեն դեպքում փորձել են բերել։ Իշխան Սաղաթելյանը, այո, մոռացել ենք, Արագավազ դաշնակը տեղից հայտնի դարձավ, չէ՞, մեզ որ վազում էր արագ, առաջնորդում էր ընդդիմության, ուրեմն ընդդիմությանը եւ արագ հակառակողությամբ վազում, չգիտես, ումից եւ ինչից։ Այսինքն, այս է ընդդիմությունը, ես ինձ առանձնահատուկ բառերել չեն մնացել, կներեք էլի, որ այս process-ները մեկնաբանենք, էլի եմ ասում, մենք ժողովրդավար երկիր ենք, ակցիաներ, հավաքներ կարող են իրականացնել քաղաքական ուժերը, բայց երբ դրանք դուրս կգան օրենքի սահմաններից, օրենքը իր ողջ խստությամբ, ուրեմն կիրականացվի նրանց նկատմամբ։ Եվ խոսենք նաև Ժիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հայտարարության մասին, նա ոգեշնչված Ստալինյանետի բռնություններից հայտարարել էր, որ նրանք, ովքեր սաբոտաժ կանեն, պետք է Ստալինի նման ոնց էր այն ժամանակ գնդակահարել պատի տակ։ Ես չգիտեմ, ես կարծում եմ, ես չպետք է մեկնաբանեմ, եկեղեցին պետք է մեկնաբանի եւ հայ առաքելական եկեղեցու մեր հարգելի բարձրաստիճան եկեղեցականները կարծում եմ այս անարգանքը եկեղեցու անարգանքին Աջապահյանի կողմից եկեղեցու նկատմամբ պետք է արձագանքեն։ Աջապահյանը դասական KGB-շնիկ է եւ պետք է սա մենք հաշվի առնենք եւ սրանից ելնենք, երբ որ նրա մեկնաբանությունները լսում ենք տարբեր տեղերում։ Հետեւաբար ես կհորդորեմ հայ առաքելական եկեղեցին, որ մեկնաբանի իրենց ուրեմն սպասավորի մեկնաբանությունները առայն որ ուզում է վերադարձնի մի կարգեր, որտեղ եկեղեցականներին աքսորում էին Սիբիր, գլխատում, գլխից կրակում էին, թող մի հատ մեկնաբանեն խիա իրանց տերտերը երազում, որ Ստալինը գա եւ սկսի էլի ներողություն հոգեվորականների նկատմամբ տերոր իրականացնել, փակի եկեղեցիները եւ այլն, այսինքն մարդը եկեղեցականը օրինակ է բերում մի մարդու, ով ամեն բան արել է, որ կրոն եւ եկեղեցիներ չլինեն մեր երկրում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Այստեղ ամփոփվում է այսպես պերճանքն ու թշվառությունը, թե ընդդիմությանը սպասարկող սևազգեստ հոգեվորականներ։ Ինչ պետք է անի իշխանությունը մինչև 2026 թվականը, որպեսզի այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում 2026-ին չկրկնվի, որտեղ հանրությունը մեծ ընկալում կա, որ դուք պետք է սրան չթողեք, դե սրան բռնեք, որ չառաջադրվի, սրան մի թողեք, որ առաջադրվի, չի լինելու տենց ժողովուրդ ջան, մենք չենք պատրաստում որևէ մեկին չթողել, որ ինքը առաջադրվի, եթե չկա դրա համար նախատեսված օրենքով սահմանված միջոցները։ Եթե կա օրենք, թե մարդը անցնում է ինչ-որ գործերով, որոնք արգելում են իրեն առաջադրվել նման պաշտոններում, ապա այո, բայց եթե չկա որևէ խոչընդոտ օրենսդրական, մենք իրավական պետություն ենք կառուցում եւ հետ չենք գնալու, չենք դառնալու ոչ Քոչարյան, ոչ Սերժ, որ չէր թողում, ասում էր դուք առաջադրվես, կգաս այսքան ձեն կհավաքես կտաս ինձ, դուք առաջադրվես վերջում ինքնաբացարկ կանես, մենք սենց չենք ապրում, ինչ պետք է անի իշխանությունը, այն ինչ որ մինչև հիմա արել ենք, դաշտը ազատ է քաղաքական եւ քաղաքացիներն իրենք են գնում ընտրության եւ կներեք, ես ելի եմ ասում, տհաճ է տեսնել Վարդանիկին թեկնածուների ցուցակում, միտեղ տհաճ է տեսնել Սերժին թեկնածուների ցուցակում, միտեղ տհաճ է տեսնել Քոչարյանին, միտեղ սրան, միտեղ նրան են հին օդիոզ դեմքերին, այո տհաճ է տեսնել եւ այո մենք սպասում ենք որ նրանց ինչ որ մի օր բռնելու են տանեն, ունեցվածքը վերցնեն, պետականացնեն, բերեն բյուջե։ Դա տեղի է ունենում, նախ սկսենք այդտեղից այդ 4.2 միլիարդ դոլարը, որ հավելյալ մուտք ենք ունեցել, 1.7 միլիարդ հապոյնի գույքով, որ հիմա անցնում է, բայց այդ ինչի մասին է։ Բայց ես ուզում եմ ասել Այսինքն մարդիկ չպետք է գնան այն տրամաբանության, որ դե եթե Վարդանիկը դատված չի, եկեք գնանք ընտրենք Վարդանիկին։ Այսինքն էսի տրամաբանություն, այսինքն ինադ ենք ընկնում պետությանը, մենք ինադ ենք ընկել պետությանը, ասում ենք դե լավ, դե չեն կարացե բռնեն, ուրեմն պետք է ինքը լինի քաղաքապետ։ Չեն կարացե բռնեն, նեղանանք, գնանք ընտրենք հանցագործներին։ Այս տրամաբանությունը շատ վատ եւ վտանգավոր տրամաբանություն է։ Մենք գնում ենք իրավական պետություն կառուցելու ճանապարհով, ինստիտուցիոնալ ճանապարհով, գլուխներ չենք կտրում, վենդետաներ չենք իրականացնում, քաղաքական իմաստով եմ ասում, էլի հիմա չդառնա բան։ Պատերի տակ Ստալինի բան չենք գնդակում։ Այո, Ստալինի այդ Աջապահյանի երազանքները չենք իրականացնելու։ Այսինքն մենք ժողովրդավար երկիր ենք կառուցում, իրավական երկիր ենք կառուցում, որը մի քիչ մեր ներվն է պահանջում, զսպվածությունն է պահանջում, բարդ է, բայց մենք պետք է այս ճանապարհով գնանք։ Իրավական եւ ժողովրդավար երկիր կառուցելը մեզ հեշտ չի տրվում, հաշվի առնելով 18 թվականին նախորդող ժամանակահատվածում ինչպես են քանդել իրավակարգերը, ինչպես են քանդել պետական ինստիտուտները, ինչպես են քանդել մարդկանց գիտակցությունները, ինչպես են քանդել պետական մտածողությունը, մենք հասկանում ենք, չէ՞, մենք ինչքան
շատ բան ունենք անելու, թե մտածողության, վերաբերմունքի, ընկալման տեսանկյունից, թե նաև բուն հողի վրա աշխատանքի տեսանկյունից, սկսած հենց բուն շինարարությունից, ավարտված դրա բովանդակությունից։ Այսինքն մենք պետություն ենք կառուցում եւ այդ պետությունը կառուցել ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, ովքեր ձգտում են խաղաղության եւ անվտանգության։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։